Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 27-ն է եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում անդրադառնալու ենք միջազգային կարևոր իրադարձությունների, քանի որ Հայաստանի շուրջ մեծ հաշվով շատ բան չունենք քննարկելու, միայն մեկ կարևոր հարց կա։ Երեք Հռոմի Պապի թաղման արարողությանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ կարճատև զրույց հանդիպում է ունեցել նա Եվրոպայի արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի հետ, այդ մասին գրառում է կատարել ինքը Կայա Կալասը, նախագահ Խաչատուրյանը եւ Կայա Կալասը քննարկել են Կալասի այցը Հայաստան, որը որ մոտակա օրերս պետք է տեղի ունենա, դրանից բացի քննարկել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացումը, կարծիքներ են փոխանակել հարավային Կովկասում խաղաղության շուրջ, այսպիսի հաղորդագրություն է հիմնականում տարածել Կայա Կալասը, գիտենք նա գտնվում էր Ադրբեջանում եւ չէր այցելել Հայաստան, ոչ էլ Վրաստան, եւ դա մտահոգություն էր առաջացրել եվրոպական մի խումբ падգամավորների մոտ, հատկապես Ֆրանսիան ներկայացնող падգամավորի մոտ, Հունաստան ներկայացնող падգամավորի մոտ, որոնք որ բավականին լուրջ քննադատել էին Կալասին Հայաստան չայցելելու համար եւ նույն ժամանակ Ադրբեջան այցելելու համար։ Մենք այս մասին մանրամասն խոսել ենք մեր եթերում, ես փորձում եմ միշտ ամեն վատի մեջ տեսնել նաև լավը, եւ լավը այն է, որ եթե խորանա հարաբերությունները Եվրամիության եւ Ադրբեջանի միջև, հույս ունեմ, որ Ադրբեջանի ագրեսիվությունը մի փոքր կնվազի, դրանից բացի կախումը Ռուսաստանից նույնպես կնվազի, ինչը բնականաբար կարող է լավ ազդել ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի վրա, այդ առումով լավ է, բայց մյուս կողմից երբ որ Եվրամիության կարևոր պաշտոնյաները աչք են փակում մարդու իրավունքների քննի վրա, գերիների հարցի, դրանից բացի Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների, հրադադարի խախտումների, այդ դա լուրջ մտահոգություններ է առաջացնում, ինչի մասին ես արդեն խոսել եմ մեր նախորդ հաղորդումների ընթացքում։ Հիմա տեսնենք, եթե Կայասը այցելի Հայաստան, շատ հետաքրքիր կլինի լսել նրա կարծիքը արդեն Հայաստանում, բայց շատերն են հիմա խոսում, որ Կայասը Ուրսուլա ֆոն դեր Լայենի նման պատկանում է այն քաղաքական գործիչների շարքին, որոնք որ ցանկանում են շատ լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Այսինքն մենք պետք է հասկանանք մեկ բան, որ թե Եվրոպայում եւ թե ամենտեղ, այսինքն Եվրոպան էլ բացառություն չէ, կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք որ շատ ավելի պրոադրբեջանական դրսևորումներով են հանդես գալիս, կամ ավելի շատ հեշտ են, այսպես ասենք, շփվում Ադրբեջանի հետ, անտեսելով մարդու իրավունքները, այն կարևոր սկզբունքները, որոնք որ առաջնորդվում են Եվրոպան, եւ ավելի մեծ կարևորություն տալով իրենց շահերի, թե անձնական, թե այլ տեսակի շահերին։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերին, ինչպես գիտեք, երեք Զելենսկի եւ Թրամփի միջև Սուրբ Պետրոսի տաճարում հանդիպում է տեղի ունեցել Վատիկանում, հետագայում Սպիտակ տունը մանրամասները հաղորդել, որ շատ լավ հանդիպում է եղել Թրամփի եւ Զելենսկիի միջև, այն վերջին վիճաբանությունը հիշում եք, նման վիճաբանություն չի տեղի ունեցել, ոչ միայն նրա համար, որ դա տեղի ունում եկեղեցում, այլ կարծում եմ ընդհանուր առմամբ երկուսն էլ դասեր էին քաղել այդ ամենից եւ Սպիտակ տան արձագանքից էլ պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ դրական են գնահատում այդ հանդիպումը, դրանից հետո հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Դոնալդ Թրամփը, ասելով, որ հնարավոր է Վլադիմիր Պուտինը իրեն խաբում է, իրականում չի ուզում դադարեցնել պատերազմը, ամեն ինչ անում է ձգձգելու համար բանակցությունները, եւ եթե դա այդպես է, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ, երկրորդական պատժամիջոցներ կմտցվեն Ռուսաստանի նկատմամբ, բանկային նաեւ պատժամիջոցներ, եթե խաղաղություն չհաստատվի։ Կարևոր է այստեղ նշել, որ Զելենսկին հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի հետ, բավականին երկար զրույց է եղել, 1 ժամից ավել զրուցել են Զելենսկին եւ Ստարմերը, եւ նույնիսկ նկարների մեջ եւ տեսանյութերի մեջ հստակ երևում է, թե ինչպես են բոլորը աջակցում Զելենսկիի։ Եվ ընդհանուր առմամբ, եթե ես իմ տպավորություններով կիսվեմ, ապա հետեւյալն է իմ տպավորությունը, եւ սա արդեն կամացեն համոզմունք է դառնում, որ Դոնալդ Թրամփի վրա շատ հեշտ է ազդել։ Մեկ Վիտկոֆն է ազդում Դոնալդ Թրամփի վրա, ով որ շուտ հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ, եւ հետո սկսում է Դոնալդ Թրամփը այնպիսի հայտարարություններ անել, կարծես աջակցում է Վլադիմիր Պուտինի։
տեսակետները եւ դիրքորոշումները, իսկ երբ որ հանդիպում է եվրոպական երկրների առաջնորդների հետ, կամ եթե նույն Զելենսկիի հետ նորմալ հանդիպում է տեղի ունենում, արդեն սկսում է փոխել Դոնալդ Թրամփը իր կարծիքը եւ դա միշտ է շարունակվում, այսինքն մեկ դրական հայտարարություններ են հնչում Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի հասցեին, մեկ Ուկրաինայի հասցեին, կամ ընդհանրապես չես էլ կարող գլուխ անել, թե իրականում ինչ է ասում Թրամփը։ Այս վերջի հայտարարությունները կոնկրետ զգուշացում եւ քննադատություն էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, հատկապես նրանից հետո, երբ որ հարվածներ էին հասցվել Կիևին։ Եվ շատ կարևոր աշխատանք է միջայլոցանում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նա էլ փորձում է բացատրել Դոնալդ Թրամփին, որ իրականում Եվրոպան եւ Ուկրաինան ցանկանում են խաղաղություն, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության համաձայն հիմա արդեն Պուտինը պետք է ապացուցի, փաստացի Պուտինը պետք է ապացուցի, որ ինքը իրոք ուզում է խաղաղություն։ Մենք ասում ենք ուզում ենք խաղաղություն։ Եվրոպան եւ Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, հիմա եթե խաղաղություն է ցանկանում նաև Պուտինը, ինքը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ ապացուցի։ Ինչ վերաբերվում է Մոսկվայից հնչող հայտարարություններին, ապա ռուսական կողմի հայտարարությունների համաձայն, հատկապես Պեսկովի հայտարարության համաձայն, Պուտինը համաձայնվել է Վիտկոֆի հետ հանդիպման ժամանակ ուկրաինական կողմի հետ քննարկումներ անցկացնել առանց որևիցե նախապայմանների։ Տեսնենք, այսինքն Դոնալդ Թրամփի հայտարարություններին եթե հավատանք, բնականաբար դժվար է դրանց վրա հիմնվել եւ դրանց հավատալ, բայց այդ հայտարարություններից, այս Պեսկովի հայտարարություններից, Վիտկոֆի հաճախակի այցերից Մոսկվա, Լոնդոնում տեղի ունեցած հավաքից եւ Փարիզում տեղի ունեցած հավաքից հետո եւ հիմա Հռոմում տեղի ունեցած այդ հանդիպումներից հետո մենք գալիս ենք այն եզրահանգման, որ Ուկրաինայի շուրջ ինչ որ բան կարող է իրոք տեղի ունենալ։ Դրա մասին մենք արդեն 1 ամիս է կարծես թե խոսում ենք, բայց այդ process-ը բնական է 1, 2, 3 օրվա ոչ էլ շաբաթվա ընթացքում տեղի չի ունենում, բայց մեկ բան փաստ է, որ կոնկրետ շատ լուրջ բանակցություններ են հիմա տեղի ունենում եւ այդ բանակցությունները կարծես թե պետք է որ արդեն ցույց տան ինչ որ արդյունք կամ տապալվեն։ Ու այս ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են գալիս Թուրքիայից, որ Թուրքիան ձերբակալել է այն դիվերսանտին, ով մեղավոր է ռուսական գեներալ-լեյտենանտ Մոսկալիկայի սպանության համար, ով որ աշխատում էր ռուսական գենշտաբում, գիտեք, 2 օր առաջ նրան պայթեցրել էին Մոսկվայում, ու հիմա ինչ որ մեկին փաստացի ինչ որ դիվերսանտի են ձերբակալել Թուրքիայում, ով որ մեղավոր է այդ գեներալի սպանության մեջ։ Հետաքրքիր քաղաքականություն եւ դիրքորոշում ունի Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ, փաստացի շատ լուրջ ձևով համագործակցում է Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ, հատուկ ծառայությունների հետ եւ ձերբակալում ու արտահանձնում է տարբեր մարդկանց, ովքեր որ այս կամ այն կերպ առնչություն ունեն ռուս-ուկրաինական պատերազմին։ Կարևոր է նաև անդրադառնալ նրան, որ 3 Օմանում տեղի էին ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները։ Այդ բանակցություններից մենք նոր շատ կարևոր տեղեկություններ չունենք, կարծես թե լավ են ընթանում բանակցությունները, ամեն դեպքում հայտարարությունների վրա հենվելով թե իրանական կողմի եւ թե Օմանի արտգործնախարարության հստակ տպավորություն է ստեղծվում, որ բանակցությունները շատ լավ են տեղի ունեցել եւ այդ բանակցությունները շարունակվելու են նաեւ մայիսի 3-ին։ Հիշեցնեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնականում բանակցում է, որպեսզի Իրանը չհարստացնի ուրան եւ հրաժարվի ատոմային զենք ունենալու ծրագրից, դրա դիմաց պետք է չեղարկվեն բոլոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Նոր մանրամասներ եւ տեղեկություններ չկան, սիրելի հայրենակիցներ, դրա համար ավելի մանրամասն չեմ կարող ձեզ հետ քննարկել այս հարցը։ Գիտեք, երեք Իրանում բավականին լուրջ մեծ պայթուններ տեղի ունեցել, նավահանգիստներից մեկում բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, հարյուրավոր մարդիկ կան նաև զոհեր։ Այդ հարցը եւս մեծ հաշվով մեր հաղորդման թեմաներից չէ, բայց ուղղակի նաև այդ հարցին անդրադարձա։ Հիմա ամենակարևոր հարցը ըստ իմ պատկերացման դա այն է, որ հիմա ծայրաստիճան սրվել է իրավիճակը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Երկու ատոմային տերություն, որոնք որ կարող են միմյանց ատոմային հարվածներ հասցնել, երկու երկրներն էլ ունեն բավականին մեծ բնակչություն, դե Հնդկաստանը կարծես թե արդեն աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է
1 միլիարդից ավել մարդ է բնակվում Հնդկաստանում ու պատկերացրեք, եթե Աստված ոչ արածցե այդ պատերազմը տեղի ունենա, ապա ատոմային ռումբերի ուղղակի պայթյուններից քաղաքների վրա կարող են զոհվել տասնյակ, եթե ոչ 100 միլիոն մարդիկ։ Ու խնդիրը նրանում է, որ չնայած որ Հնդկաստանը շատ մեծ ահռելի ռազմական բյուջե ունի, ոչ միայն ռազմական բյուջե, այլ ընդհանուր բավականին լուրջ ֆինանսական եւ ռազմական կարողություններ, որոնք որ Պակիստանին գերազանցում են տասնյակ անգամ, այսինքն ռազմական բյուջեն գերազանցում է մոտ 10 անգամ Պակիստանին, ռազմածովային ուժերը գերազանցում են Պակիստանին մոտ 10 անգամ, օդ ուժը գերազանցում է Պակիստանին մոտ 10 անգամ եւ այդպես շարունակ։ Բայց այն փաստը, որ Պակիստանը ունի ատոմային զենք եւ Հնդկաստանն էլ չունի նորմալ պատշաճ մակարդակի հակաօդային պաշտպանություն, դա բավականին խոցելի է դարձնում նաեւ Հնդկաստանը։ Ու եթե հիմա ռազմական բախում տեղի ունենա Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, ապա ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, դա համեմատելի չի կարող լինել ոչ առաջին համաշխարհային պատերազմի հետ, ոչ երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, ոչ էլ Հիրոսիմա Նագասակիի հետ։ Պատկերացնում եք, չէ, ինչի մասին է խոսքը, տասնյակ միլիոնավոր մարդիկ, դա էլ լավագույն դեպքում տասնյակ միլիոնավոր մարդիկ ուղղակի կարող է անհետանան աշխարհի երեսից մեկ ակնթարթում այդպիսի մեծ պատերազմ կարող է տեղի ունենալ։ Բայց ինչ է հիմա իրականում կատարվում։ Պակիստանը, ինչպես արդեն մենք քննարկում էինք, շատ բարձր պատրաստվածության է բերել իր զինված ուժերը, դրանից բացի չափազանց կարևոր է խոսել այն մասին, որ հրաձգություններ են տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ, եւ այդ հրաձգությունների աշխարհագրությունը միայն ու միայն շատացել է, այսինքն ավելի շատ հրաձգության օջախներ են գրանցվել այս գիշերվա ընթացքում, 3 օր է արդեն հրաձգությունը չի ավարտվում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, բավականին ծայրաստիճան լարված է իրավիճակը, Պակիստանը հավելյալ տեխնիկա է մոտեցնում սահմանին Հնդկաստանի հետ, դրանից բացի Պակիստանի բարձրաստիճան զինվորականների ընտանիքները արդեն լքել են Պակիստանը։ Դա եւս շատ բանի մասին է վկայում, բավականին ծանր եւ լուրջ է իրավիճակը, Հնդկաստանը եւս ուժի ցուցադրում է իրականացնում, ավիակիրը իր մոտեցել է Պակիստանի սահմանին, հստակ ցուցադրում են, որ ոչ միայն օդից, այլ նաեւ ծովից Պակիստանը շատ լուրջ հարված կստանա։ Բնականաբար, եթե պատերազմ տեղի ունենա եւ ատոմային զենք չկիրառվի Հնդկաստանի եւ Պակիստանի կողմից, ապա կարծում եմ բոլորն էլ պատկերացնում են, որ Հնդկաստանը մի քանի անգամով տասնյակ անգամ գերազանցում է Պակիստանին, ինչպես արդեն նշեցի, բայց այն փաստը, որ երկուսն էլ ատոմային գերտերություն են, դա շատ լուրջ մեծ խնդիրներ է ստեղծում երկու երկրների համար։ Եվ ահա այս ֆոնին Չինաստանը Վիետնամից մեկ կղզի է գրավել Saint-K-FT կղզին, որը որ բնակելի չէ, սա էլ դժվար է ասել, թե ինչի այսպիսի լարվածություն տեղի ունենում նաև Չինաստանի եւ Վիետնամի միջեւ, օրեր առաջ Սի Դինպինը այցելել էր նաև Վիետնամ, լավ էլ հարաբերություններ էին կարծես հաստատվում, հատկապես տնտեսական մասով բանակցություններ էին ընթանում, բայց կա լարվածություն Վիետնամի եւ Չինաստանի միջեւ, բայց հիմա հասկանում ենք, որ հիմնական եւ կարևոր հարցը Պակիստանի միջև եւ Հնդկաստանի միջև հնարավոր տեղի ունենալիք պատերազմն է։ Այստեղ շատ կարևոր է մեկ բան մեզ համար։ Հիմա տեսնում եք օրինակի համար ինչպիսի մեծ ահռելի աջակցություն է ցուցաբերում, թե քաղաքական եւ թե ռազմական աջակցություն է սկսվել ցուցաբերել Իսրայելը Հնդկաստանին։ Կարծում եմ Հայաստանը եւս պետք է որոշակի հայտարարություններով հանդես գա, ճիշտ է, արտգործնախարարությունը ցավակցել էր Հնդկաստանին այդ ահաբեկչությունից հետո, բայց մենք կարող ենք նաև ավելի խորը գնալ, քանի որ Պակիստանը այն երկիրն է, որը որ չի ճանաչում Հայաստանի անկախությունը, կարելի ասել թշնամական երկիր, թշնամի երկիր, որը որ միշտ աջակցում է Ադրբեջանին, տարբեր ձևերով աջակցել եւ ներգրավված է եղել Արցախի դեմ պատերազմում, հիմա եւս Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից եւ մենք բնականաբար խորացնում ենք հարաբերությունները Հնդկաստանի հետ, ճիշտ էլ անում ենք եւ այստեղ ինչ որ մի ձևով պետք է ցույց տանք, որ մենք Հնդկաստանի կողքին ենք։ Հնարավոր է հայկական բարձրաստիճան զինվորականներ այցելեն Հնդկաստան, ինչու՞ չէ, իրենց փորձով կիսվեն Արցախի դեմ տեղի ունեցած պատերազմի առումով, ինչ որ մի ձև
կարծում եմ պետք է աջակցություն ցուցաբերել Հնդկաստանին եւ բնականաբար դա շատ ճիշտ է ընկալվելու նաեւ Հնդկաստանի կողմից։ Այս հարցի շուրջ կարծում եմ պետք է մտածեն շատ լուրջ, պետք է մտածեն Հայաստանի իշխանությունները։ Այս վայրդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, այսօր չգիտեմ հաղորդում նոր կունենանք թե չէ, կախված է նրանից թե ինչպես կզարգանան իրադարձությունները, վաղվա մասով առավոտյան մենք հաղորդում չենք ունենալու, քանի որ կարևոր հանդիպումների եմ մեկնում, երեկոյան վաղը կփորձենք անպայման պատրաստել ձեզ համար հաղորդում, այսօրվա մասով բնականաբար կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Այս վայրդրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։